Ցանկացած բիզնես, ստարտափից մինչև կայացած գործարար ձգտում է աճի, իսկ աճի համար ավանդականորեն եղել է մեկ ճանապարհ՝ այցելություն, բանկ։ Սակայն արագ փոփոխվող եւ անկայուն համաշխարհային տնտեսությունում այդ տարբերակը ոչ միայն բավարար չէ, այլ կարող է վտանգավոր լինել։ Սա ռիսկային է հատկապես ստարտափի համար, երբ հիմնադիրը կարող է վարկ վերցնել, գրավադրել գույքը, իսկ չհաջողելու դեպքում այն կորցնել։ Ծրագիրը կյանքի են կոչել BDO Հայաստանն ու Orion Worldwide Innovations-ը։ Նախաձեռնության գլխավոր գործընկերը շվեյցարական Helvetas կազմակերպությունն է Re-Economy ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության SIDA-ի կողմից։ Այս տարածաշրջանային նախագիծն աջակցում է կանաչ եւ ներառական տնտեսության զարգացմանը արևելյան գործընկերության եւ բալկանյան երկրներում, իսկ ահա PCD ծրագրի գործընկերն այս գործում Հայաստանի կենտրոնական բանկն է։ BDO Armenia խորհրդատվական աուդիտորական ընկերության 2025-ի հոկտեմբերին կազմակերպած բիզնեսի այլընտրանքային ֆինանսավորման համաժողովը համախմբել էր համաշխարհային ներդրողների եւ տեղացի ձեռներեցների, պատասխանելու մեկ կարևոր հարցի. ինչ կա բանկային վարկից այն կողմ։ Սա զրույց էր ոչ թե պարտքի, այլ գործընկերության մասին։ Համաժողովի բանախոս Cornell Tech-ի եւ Jacobs Technion Cornell ինստիտուտի տնօրեն Ֆերնանդո Գոմես Բակերոն ընդգծեց, որ հաջողությունը միայն փողի մեջ չէ։ Այն ամբողջական աջակցության համակարգ, էկո համակարգ կառուցելու մասին է։ Ես փորձում էի ցույց տալ, թե որքան կարևոր է ունենալ տարբեր տեսակի կառույցներ միասին, որպեսզի ձեռներեցությունը աջակցություն ստանա ոչ միայն մասնավոր հատվածից, այնպես չէ։ Այն պետք է աջակցություն ստանա կառավարությունից, ակադեմիական հատվածից եւ իհարկե հենց իրենց հիանալի գործանող ձեռներեցներից։ Բայց մենք ուզում էինք ձեզ ընդհանուր պատկերացում տալ, թե իրականում ինչպես է աճում ձեռներեցությունը եւ որքան կարևոր է, որ այս բոլորի դինամիկան, այս ամբողջ էկոհամակարգը միավորվի ընդհանուր տնտեսական աճ ստեղծելու համար։ Եվ այս էկոհամակարգում նույնիսկ տարակարծություններ կան։ Օրինակ, պետք է արդյոք ներդրում անել բարդ, երկարաժամկետ deep tech նախագծերում, թե դա չափազանց ռիսկային է։ Մենք ունեինք մարդիկ, ովքեր ասում էին. դուք անպայման պետք է ներդրումներ կատարեք deep tech-ում։ Ունեինք նաև այնպիսի մարդիկ, ովքեր ասում էին. չպետք է ներդրումներ անեք deep tech-ում։ Ոմանք նախընտրում են այնպիսի բաներ, որոնք մի փոքր ավելի քիչ ռիսկային են։ Անկախ ռիսկի ընկալումից միջազգային հյուրերը համակարծիք էին մեկ հարցում. Հայաստանի ներուժն ակնհայտ է։ ԱՄՆ-ից ժամանած ներդրող Մարկը նշեց, որ Հայաստանը շատ թերագնահատված է։ Իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանը խիստ թերագնահատված է։ Դուք այստեղ հիանալի ձեռներեցներ ունեք։ Սա այն վայրերից է, որ եթե մտածում եք լքել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ բիզնես սկսել մեկ այլ տեղ, Հայաստանը հիանալի ընտրություն է։ Դուք ունեք բարձր որակավորում ունեցող աշխատուժ։ Մարդիկ անհավանական աշխատասեր են։ Ինձ շատ է դուր գալիս այստեղի անվտանգության գործոնը։ Մարդիկ կսկսեն խոսել Հայաստանի մասին այնպես, ինչպես խոսում են Սինգապուրի կամ Իսրայելի մասին, որոնց հաջողվել է ստեղծել համաշխարհային մակարդակի ընկերություններ։ Սա միայն ներկան չէ, սա նաև պատմական հիշողություն է։ Համաժողովի մեկ այլ բանախոս հիշեցրեց հայ վաճառականների համաշխարհային ցանցի մասին, կոչ անելով վերացնել այդ մտածելակերպը։ Ես անպայման կնշեմ նոր գյուղայի հայ վաճառականների 300-ամյա առևտրային առաջնորդությունը 40-ից ավելի երկրներում 16-րդ դարից մինչև 19-րդ դար։ Եվ հենց այդ պատմական հիմքի վրա է, որ մենք այսօր շարժվում ենք դեպի այլընտրանքային ներդրումներ։ Եթե ուզում ես հարուստ լինել, գումար ես խնայում, բայց եթե ուզում ես կարողություն կուտակել, ներդրում ես անում։ Այնպես որ սիրելի հայեր, ներդրում արեք։ So let's do it.
Ներդրում արեք, հեշտ է ասել, բայց ինչպես, որտեղ։ Եկեք քննարկենք այլընտրանքային գործարքները գործնականում։ Առաջին եւ ամենահզոր տարբերակը մասնավոր կապիտալն է, private equity-ն։ Սա ոչ թե ստարտափերի, այլ արդեն կայացած, շահույթ ապահովող, սակայն աճի փուլում խրված ընկերությունների համար է։ Գրիգոր Հարությունյանն Ամբեր Կապիտալից, որը կառավարում է Հայաստանի առաջին խոշոր մասնավոր կապիտալի ֆոնդը, բացատրեց իրենց հիմնական թեզը։ Շատ հաջողակ հայկական ընկերություններ գերծանրաբեռնված են վարկերով, քանի որ ունեն այնքան բանկային պարկ, որ չեն կարողանում աճել։ Գրավը սպառված է, իսկ նոր վարկ վերցնելն անհնար։ Գաղափարը սա է։ Դուք մուտք եք գործում ընկերություն, ներդրում եք կատարում բաժնետիրական կապիտալում։ Դուք ստանում եք ավելի ցածր վարկային տոկոսադրույք, քանի որ ընկերության ռիսկայնությունը նվազում է։ Եվ երկրորդ, դուք ունենում եք ավելի մեծ կապիտալ, որը թույլ է տալիս լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել եւ ապահովել ձեր աճը։ Բայց սա միայն կանխիկ գումարի ներարկում չէ, սա խորը վերափոխում է։ Գրիգոր Հարությունյանը նշեց, որ շատ ընկերություններում սեփականատերերը գիտեն իրենց վաճառքի ծավալները, բայց գաղափար չունեն, թե որքան է իրականում կազմում յուրաքանչյուր ապրանքի մարժան։ Շատ ընկերություններ, որտեղ մենք ներդրում ենք կատարել, պարզապես չունեն որակավորված ֆինանսական տնօրեն։ Սովորաբար կա գլխավոր հաշվապահ, եւ նրա գլխավոր խնդիրը ոչ թե բիզնեսը վերլուծելն է, այլ հարկային մարմինների հետ աշխատելը։ Ամբեր կապիտալի մոդելը ենթադրում է ոչ միայն գումար տալ, այլ նշանակել պրոֆեսիոնալ ֆինանսական տնօրեն, ստեղծել տնօրենների խորհուրդ եւ ի վերջո ներդնել կորպորատիվ կառավարում։ Նախ մի քանի բառով այն մասին, թե ինչ է կորպորատիվ կառավարումը, որի կանոնագիրքը Հայաստանում ներդրվել է դեռ 2024 թվականին։ Սա կանոնների եւ ընթացակարգերի մի հստակ համակարգ է, որը կարգապահություն է մտցնում բիզնեսում։ Որոշումների կայացման մի կոլեկտիվ համակարգ է, որը փոխարինում է նախկին մոդելին, երբ բոլոր որոշումները ընդունում էր մեկ մարդ, օրինակ գլխավոր տնօրենը։ Այս համակարգի հիմքում տնօրենների խորհրդի ստեղծումն է, որը երաշխավորում է, որ բոլոր որոշումները ավելի խորն են վերլուծվում եւ ավելի ճիշտ ընդունվում։ Այն սահմանում է նաև հստակ կանոններ, որպեսզի բիզնեսի սեփականատերերը կամ ղեկավարները իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները եւ հասկանան, որ ընդունված կանոններից վեր չեն։ Ներառում է նաև այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին են անկախ վերահսկողությունը, պատշաճ ֆինանսական բաժինը եւ արտաքին աուդիտը։ The biggest question that we always discuss with the companies is valuation. Ամենամեծ հարցը, որ մենք միշտ քննարկում ենք ընկերությունների հետ, դա գնահատումն է։ Մենք վերլուծում ենք ընկերության ներկայացրած բիզնես պլանը, բայց իհարկե, եթե այդ պլանը տիպիկ հոկեյի մականի տեսք ունի, որտեղ ղեկավարությունն ասում է. «Այո, մենք 5 վատ տարի ենք ունեցել, բայց հաջորդ տարվանից ջեքփոթ ենք բռնելու», մենք կամ իջեցնում ենք նրանց անիրատեսական կանխատեսումները, կամ բարձրացնում ենք զեղչման տոկոսադրույքը։ Երկու դեպքում էլ ստանում ենք ավելի չափավոր եւ իրատեսական գնահատական։ You have a more moderate valuation. Եվ հենց այստեղ էլ սկսվում են բանակցությունները։ And that's where the biggest challenge is, right? Եվ հենց այդտեղ է ամենամեծ մարտահրավերը, այնպես չէ։ Սեփականատերերը կարող են համաձայնել մեր բոլոր ֆինանսական հաշվարկների հետ, բայց երբ մենք անցնում ենք մաթեմատիկային ու ասում, լավ, եթե ձեր ընկերության արժեքը մինչև մեր ներդրումը 9 միլիոն է, եւ մենք ներդրում ենք եւս 3 միլիոն, ապա մենք պետք է ստանանք 25%, ահա այստեղ նրանք կանգ են առնում։ Ոչ, սպասեք, ես պետք է 50%-ից ավելին ունենամ, բայց այդ դեպքում մեր ամբողջ թվաբանությունն այլևս չի աշխատում։ Եվ հենց այս կետի վրա մենք կարող ենք 4-5 ամիս բանակցել, հետ ու առաջ գնալ, գործընթացը դադարեցնել, մինչև նրանք հասկանան, որ նոր գումար է պետք եւ վերադառնան մեզ մոտ։ Stay close to that. Այս մարտահրավերների արդյունքում Ամբերը դարձել է շուկայի առաջատարը։ We have been able to almost fully Մեզ հաջողվել է գրեթե ամբողջությամբ տեղաբաշխել մեր ֆոնդը։ Այսպիսով, 60 միլիոն դոլարի կապիտալ տեղաբաշխված է Հայաստանում։ Սա միայն տեսություն չէ։ Մենք լսեցինք կարծիքներ անմիջապես այն ընկերություններից, որոնք գնացել են այս գործարքին։ Հայտնի Յան Ապրանքանիշի հյութերի արտադրող Sis Naturally գլխավոր տնօրենն իրենց օրինակով բացատրեց, որ սա ոչ միայն փողի, այլև ճկունության եւ վերահսկողության հարց է։ After that investment we have took Այդ ներդրումից հետո մենք բախվեցինք երկու բարդ տնտեսական շրջափուլի՝ COVID-ին եւ ռուս-ուկրաինական պատերազմին։
Երկու դեպքում էլ այն ճկունությունը, որն ընկերությունն ուներ մասնավոր կապիտալի ներդրման շնորհիվ, չափազանց կարևոր էր մեզ համար։ Սա մեզ մրցակցային առավելություն տվեց, եւ ընկերությունն այս 5 տարում աճեց գրեթե 2 անգամ։ Մասնավոր կապիտալի ներդրման դեպքում մենք պահպանեցինք մեր բաժնետոմսերի մեծամասնությունը։ Այն տեսլականն ու ռազմավարությունը, որը մենք ունեինք որպես ընտանեկան բիզնես, մնաց մեր ձեռքում, եւ մենք կարողացանք շարունակել մեր աճը հենց այդ ուղով։ Չորրորդ մրցակցային առավելությունը կորպորատիվ կառավարումն է։ Երբ մենք զուտ ընտանեկան բիզնես էինք, որոշումները միշտ չէ, որ շատ կարգապահ ու խորովելուծված էին լինում։ Հիմա մենք ունենք տնօրենների խորհուրդ, եւ ընկերությունը որոշումներ կայացնելիս իրականացնում է շատ ավելի խորովելուծություններ, ինչը հանգեցնում է ավելի ճիշտ որոշումների։ Deeply analyzes and more correct decisions. Մեկ այլ ընկերության Valnar Farms-ի ներկայացուցիչը նշեց, որ մասնավոր կապիտալը տրամադրում է ֆինանսական արտաքին կմախք, օպերացիոն ձեռնարկ, որն օգնում է ընկերությանը կարգավորել իր գործընթացները, սակայն արագություն պետք չէ ակնկալել։ Money likes to take its time, to analyze the situation, take a certain period of time and compare. Համբերություն է հարկավոր, ժամանակ է պահանջվում։ Մենք ընկույզի ծառեր ենք աճեցնում, եւ դրանք հավանաբար ինձնից երկար կապրեն։ Այնպես որ ժամանակ է պետք, որպիսի ունենաք պատմություն, որով մարդիկ աստիճանաբար կսկսեն հետաքրքրվել ձեզնով։ Ես 6 տարի շարունակ անհանգստացնում էի ներդրումային հիմնադրամին։ Նրանք դեռևս Հայաստանում հիմնադրված էլ չէին, բայց ես անընդհատ հարցնում էի, երբ եք ներդրում կատարելու, մինչև որ ճիշտ պահը եկավ։ When you're going to invest until the timing was right. Վեց տարի, սա երկար ժամանակ է, բայց համառությունն ու համբերությունը արդյունք են տալիս։ Այս մոդելն աճի կապիտալն է, երբ ֆոնդը դառնում է գործընկեր։ Սակայն կա մասնավոր կապիտալի մեկ այլ, ավելի ագրեսիվ տեսակ՝ գնումը, երբ հիմնադրամը ձեռք է բերում ընկերությունը այն ամբողջությամբ վերակառուցելու նպատակով։ Համաժողովի մեկ այլ բանախոս ներկայացրեց Ռուսաստանում իրականացված բարդ գործարքի փորձը։ Խոսքը 20 տարվա պատմություն ունեցող ընտանեկան բժշկական ընկերության մասին էր։ Մենք մուտք գործեցինք ընկերություն անցումային փուլում, երբ հիմնադիր ընտանիքը ցանկանում էր հանգստի անցնել։ Առաջին իսկ օրվանից պարզ էր, որ ընկերությանն անհրաժեշտ է ամբողջական արդիականացում։ Այն հնացած էր թե բիզնես գործընթացների, թե մնացած ամեն ինչի առումով։ Առաջին մարտահրավերը նոր գլխավոր տնօրեն գտնելն էր այս նեղ մասնագիտացված ոլորտում։ Լուծումը ոչ ստանդարտ էր։ Մենք ձևավորեցինք կառավարման խորհուրդ։ Այն բաղկացած էր 6 հոգուց, զույգ թվով անդամներից, որպեսզի նրանք միշտ ստիպված լինեն բանակցել եւ յուրաքանչյուր որոշման շուրջ գալ համաձայնության։ 4 ամիս անց այն անձը, ով դրսևորեց առաջնորդի հատկանիշներ եւ գերիշխեց խորհրդում, դարձավ գլխավոր տնօրեն։ Տեղի ունեցավ յուրօրինակ բնական ընտրություն։ Սա դաս էր այն մասին, որ կադրերն ամեն ինչ են։ Դուք կարող եք լինել հանճարեղ ֆինանսիստ, բայց եթե չունեք ոլորտի լավագույն մասնագետին, գործարքը կձախողվի, հատկապես երբ գնում ես մրցակցին։ Գիտեք, դա մի բան էր, որն այն ժամանակ ինձ համար ակնհայտ չէր։ Ես մտածում էի, ինչը կարող է բարդ լինել։ Գնում ես ընկերություն, ավելացնում ես վաճառքը եւ նվազեցնում ծախսերը։ Շատ պարզ է, այնպես չէ՞, բայց ոչ։ Իրականությունը բոլորովին այլ է։ Մեր դեպքում վաճառքի գծով առանցքային մասնագետը, ումից կախված էր վաճառքի 60%-ը, չնայած առաջարկված շատ լավ փաթեթին, մի օր պարզապես ասաց, որ չի գալու եւ հեռացավ։ Երբ մասնավոր կապիտալը թիրախավորում է կայացած ընկերություններին, կա մի ամբողջ աշխարհ, որը սկսում է զրոյից, գաղափարից։ Սա վենչուրային կապիտալի աշխարհն է, որը խթանում է ճամփորդության հենց սկիզբը։ Իսկ ինչ է վենչուրային կապիտալը։ Պատկերացրեք ունեք մի հանճարեղ, գուցե մի փոքր խենդ գաղափար, բայց չունեք դրամ։ Բանկը ձեզ վարկ չի տալիս միայն գաղափարի համար։ Ահա այստեղ առաջին պլան են գալիս վենչուրային կապիտալիստները։ Նրանք լսում են ձեզ եւ եթե հավատում են ձեր երազանքին, տալիս են գումար այդ երազանքը կառուցելու համար։ Իսկ դրա դիմաց ինչ են ստանում։ Ստանում են ձեր նորաստեղծ ընկերության մի մասնիկը՝ բաժնետոմս։ Սա ռիսկային ոլորտ է։ Նրանք գիտեն, որ իրենց ֆինանսավորված 10 ընկերություններից 9 կարող է ձախողվել։ Իրականում նրանք փնտրում են հենց 10-րդին, հաջորդ միաեղջյուրին, հաջորդ Google-ին, հաջորդ CRISP-ին։
Եվ եթե այդ մեկը հաջողի, դա կփակի մյուս բոլոր կորուստները եւ անհավանական շահույթ կբերի։ Սա բարձր ռիսկային խաղադրույք է հավակնոտ մարդկանց եւ նույնքան հավակնոտ գաղափարների վրա։ Մանուկ Հերգնյանը Granatus Ventures-ից, Հայաստանի առաջին վենչուրային ընկերություններից մեկից, բացատրեց վենչուրային մտածելակերպի սկզբունքները։ Առաջինը՝ մի վախեցիր ձախողումից։ A few big successes matter, many failures don't. Մի քանի մեծ հաջողություններն են կարևոր, շատ ձախողումները ոչ։ Ինչ որ առումով վենչուրային կապիտալի ընկերություններին անվանում են ձախողման վարպետներ։ Օրինակ, երբ Amazon-ը մտավ սմարթֆոնների շուկա, էպիկական ձախողում էր, բայց Amazon-ի փոխնախագահը չհեռացվեց աշխատանքից։ Իրականում Բեզոսը նրան գովաբանեց, եւ նա շարունակեց մշակել Amazon-ի հաջորդ արտադրանքը՝ Alexa-ն։ The next product of Amazon, which was this Alexa. Երկրորդ սկզբունքը՝ ասա ոչ, շատ ոչ ասա։ Basically, most of the times venture capital firms say no to the deal flow. Վենչուրային կապիտալիստները մեծ մասամբ ոչ են ասում գործարքներին, հավանաբար 100-ից 1-ի դեպքում։ Սիլիկոնյան հովտում դա կարող է լինել 1000-ից 1-ը, բայց այո ասելը բավականին մեծ ջանք, էներգիա եւ ռեսուրսներ է պահանջում։ But saying yes takes quite a lot of effort and energy and resources. Իսկ ինչին են նրանք այո ասում։ Հաճախ ոչ թե գաղափարին, այլ թիմին։ Մանուկ Հերգնյանը բերում է Code Signal-ի օրինակը, որն այսօր գնահատվում է $500 միլիարդ։ The product they were pitching to us was not very obvious it's going to kind of fly. Այն ապրանքը, որ նրանք մեզ ներկայացնում էին, այդքան էլ ակնհայտ չէր, որ կրակելու է, բայց թիմը A-դասի թիմ էր։ Տիգրանը առաջին հայերից էր, որ ընդունվել էր MIT-ի ասպիրանտուրա, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի օլիմպիադաների հաղթող էր։ Այնպես որ մենք գիտեինք, որ նրանք ինչ որ բան կմտածեն, եւ մտածեցին։ Նրանք փոխեցին ուղղությունը։ Հիմա նրանց ապրանքը մի փոքր այլ է, բայց այնուամենայնիվ նրանք շատ արագ աճում են։ The product is a bit different, but still they're growing now very rapidly. Այսպեսով ունենք մասնավոր կապիտալ կայացած ընկերությունների համար եւ վենչուրային կապիտալ ստարտափերի համար։ Բայց կա եւս մեկ ուղղություն, որը փոխում է խաղի կանոնները։ Իսկ ինչ, եթե ներդրումը կարող է միաժամանակ լինել եւ շահութաբեր, եւ օգտակար հասարակության համար։ Սա ազդեցության ներդրումն է։ Վահագն Ոսկանյանը Armtech Impact Ventures-ից բացատրում է իրենց կրկնակի օգուտի առաքելությունը։ Նրանք ներդրում են կատարում այնպիսի ընկերություններում, որոնք լուծում են որևէ սոցիալական խնդիր, միաժամանակ ապահովելով ֆինանսական եկամուտ։ Նրանք պարզապես հիմնադրամ չեն, այլ գործում են որպես վենչուրային ստուդիա։ Սա նշանակում է, որ նրանք ոչ թե пассив ֆինանսական ներդրող են, այլ ակտիվ մասնակից, ովքեր օգտագործում են իրենց ներդրողների փորձագիտական ժամանակը ստարտափերին բիզնեսի կայացման հարցում աջակցելու համար։ Our investors, they committed not only capital but also their time, 8 hours monthly. Մեր ներդրողները պարտավորվել են տրամադրել ոչ միայն կապիտալ, այլև իրենց ժամանակը, ամսական 8 ժամ։ Այս մոդելի առաջին ներդրումը խոսուն օրինակ է։ So the first investment the fund made is in AI-based. Հիմնադրամի կատարած առաջին ներդրումը արհեստական բանականության վրա հիմնված ժեստերի լեզվի թարգմանչի նախագիծն է։ Պատմությունը սա է, որ Հովսեփը Թումոյի դասընթացավարներից է։ Դասերից մեկի ժամանակ նա հասկացավ, որ չի կարողանում գիտելիքը փոխանցել երկու խուլ աղջիկների, եւ նա ստեղծեց Salute AI-ը։ And he started actually this Salute AI, which is a gesture. Բայց արդյոք սա բարեգործություն է, թե բիզնես։ Even the Armenian market is super small, like 7,000 people with this problem. Հայաստանի շուկան չափազանց փոքր է, այդ խնդիրն ունի։ Ընդամենը 7000 մարդ, սակայն Հնդկաստանում կա 80 միլիոն, իսկ աշխարհում կես միլիարդ մարդ։ Սա բիզնես մուտք գործելու լավ հնարավորություն է։ Մենք բարեգործական կազմակերպություն չենք, բայց նաև զուտ կոմերցիոն չենք։ Մենք փնտրում ենք այնպիսի լուծումներ, որոնք ունեն չափելի սոցիալական ազդեցություն եւ միևնույն ժամանակ ներդրումների վերադարձելիության հստակ ուղի։ Return on investment in the long run. Ինստիտուցիոնալ ֆոնդերից բացի կա ընտանեկան գրասենյակների հսկայական, սակայն հաճախ գաղտնի աշխարհը։ Սրանք աշխարհի ամենահարուստ ընտանիքների մասնավոր ունեցվածքի կառավարման ընկերություններն են։ Տնօրինում են տրիլիոններ, սակայն նրանց հասնելը գրեթե անհնար է։ Քամիլ Հոմսին Դուբայում գործող ընտանեկան ընկերության գործադիր տնօրեն է։
Պատմում է, թե ինչպես կարելի է այդ դուռը թակել։ Քամիլը խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է մոտենալ ներդրողին։ How many people on daily basis, Camille, we like to connect on LinkedIn. Գիտեք, քանի մարդ է օրական ինձ ասում. Քամիլ, ուզում ենք կապ հաստատել LinkedIn-ում։ Հենց որ ընդունում ենք այդ հայտը, հաջորդ օրը ստանում ենք երկար նամակ։ Մենք 3 շաբաթից փակում ենք գործարքը եւ $50 միլիոն ենք փնտրում։ Ես ասում եմ, Աստված իմ, ինչու ընդունեցինք այս տղային։ Did we accept this guy? Նա պնդում է, ամեն ինչ հարաբերությունների եւ ճիշտ պահի մասին է։ Just ask him if you know already that he is a family office. Պարզապես ասեք նրան, երբ հաջորդ անգամ որոշեք դուրս գալ, խնդրում եմ, ինձ հիշեք, որովհետև երբ նա դուրս գա որևէ բիզնեսից, վաճառելով իր մասնաբաժինը, կունենա կանխիկ գումար եւ կլինի լիկվիդային։ Այդ ժամանակ հարցրեք, կցանկանաք ներդրում անել մեզ մոտ։ Մենք կուրախանանք ձեզ տեսնել մեր կապիտալի աղյուսակում։ Ներողություն խնդրեք ու հեռացեք։ So you see how and excuse yourself and walk away. Քամիլը նաև շատ անկեղծ է այն մասին, թե որտեղ ներդրում չի կատարում անկախ ակնկալվող շահույթից։ I invest in alternatives. Ես ներդրում եմ անում այլընտրանքային ակտիվներում։ Դա նշանակում է, ես չեմ ներդնում ֆոնդային բորսայում, չեմ ներդնում պարտատոմսերում։ Ես խուսափում եմ այն ամենից, ինչը կապված է ֆոնդային շուկայի հետ։ Ես ներդրում եմ անում առևտրային անշարժ գույքում, բոլոր տեսակների, վերականգնվող էներգետիկայում եւ թափոնների կառավարման ոլորտում։ Բայց նախքան կանգ առնելը, ուզում եմ ասել, թե ինչում ներդրում չեմ անում։ Ես ներդրում չեմ անում ծխախոտի, ալկոհոլի, զենքի, ինչպես նաև խոզի մսի արտադրության մեջ։ Եթե դուք խոսում եք ESG-ի, ապագայի եւ կրթության մասին, բայց հետո ներդրում եք անում այս ոլորտներում, դուք ամենամեծ կեղծավորն եք մոլորակի վրա։ You are the biggest hypocrite on the planet. Քամիլ Հոմսին նաև բացահայտում է ընտանեկան գրասենյակի ներքին գաղտնի խոհանոցը։ Ինչպես կառավարել 300 հոգանոց ընտանիքի հարստությունն ու բազմաթիվ շահերը։ Նրա առաջին եւ ամենակարևոր կանոնը բիզնեսը եւ զգացմունքներն անհամատեղելի են։ Նա խորհուրդ է տալիս երբեք ֆինանսական տնօրեն կամ իրավաբան չնշանակել ընտանիքի անդամներից։ I prefer to do business with a family whose the CFO is not a family member. Ես նախընտրում եմ բիզնես անել մի ընտանիքի հետ, որովհետև ֆինանսական տնօրենը կամ իրավաբանը ընտանիքի անդամ չեն։ Ինձ համար դա վանող հանգամանք է։ Ինչու՞։ Որովհետև ընտանիքի անդամի մոտ կա սենտիմենտալ կապվածություն։ Նա կասի. «Օ, մենք չենք կարող վաճառել այս շենքը։ Պապիկս է սա կառուցել։ Նա այս սյուները բերել է Հունաստանից»։ Ես կասեմ. «Բարեկամս, ես գնում եմ հողը եւ շենքը։ Վերցրու քո սյուները քեզ հետ։ Ես դրանք չեմ գնում»։ Իսկ շուկայից եկած պրոֆեսիոնալը գիտի, ամեն ինչ վաճառվում է, բացի ընտանիքից։ Family is different from the business. Բայց ինչպես լուծել ընտանեկան վեճերը, երբ համաձայնություն չկա։ Քամիլն առաջարկում է իր անսպասելի մոդելը։ There are times when a leader Լինում են պահեր, երբ առաջնորդը պետք է կրի բարյացակամ բռնապետի գլխարկը, այսինքն, երբ չկա համաձայնություն, երկու հոգի չեն գալիս ընդհանուր հայտարարի, եւ դու պետք է որոշում կայացնես։ Դու որոշում ես կայացնում իշահ ընտանիքի, թե այսօր, թե վաղը, միևնույն ժամանակ առանց վնասելու վիճող կողմերից որևէ մեկին։ Այլ կերպ, ինչպես է կառավարելու վեճերի լուծումը։ manage a dispute resolution. Սակայն Քամիլի փիլիսոփայության գլուխգործոցը ոչ թե հարստությունը պահպանելն է, այլ նոր ձեռներեցների սերունդ ստեղծելը։ Նա մշակել է համակարգ ընտանիքի երիտասարդներին բիզնեսի սեփականատեր դարձնելու համար։ I counted how many of our youngsters we sent abroad for education. Երբ մեր երիտասարդները վերադառնում են ուսումից, մենք ստեղծում ենք բիզնեսը։ Սկզբում ընտանիքը տնօրինում է 100%, իսկ դու պարզապես վարձու աշխատող ես։ Բայց եթե 2 տարում դու դուրս գաս վնասաբերությունից եւ հասնես շահույթի, մենք բաժնետոմսերը կիսում ենք 50-50։ Շատ լավ։ Դու ամուսնանում ես։ Քո արսանեկան նվերը ընկերության եւս 10%-ն է։ Առաջին երեխայի համար ստանում ես եւս 10%։ Քո երկրորդ երեխայի համար ստանում ես 5%։ Եվ այստեղ բոլորը ծիծաղում ու հարցնում են. «Քամիլ, ինչու է առաջին երեխան 10% ստանում, իսկ երկրորդը 5»։ Ես ասում եմ, որովհետև մենք հիմա ձեզ կապեցինք։ Ամուսնալուծության հավանականությունը նվազում է, երբ երեխաներ կան։ When you have babies. Սա կապիտալի կառավարման բոլորովին այլ փիլիսոփայություն է, բայց մենք խոսեցինք բաժնետոմսերի սեփականության մասնաբաժնի մասին։ Սակայն այլընտրանքային աշխարհը շատ ավելի մեծ է։ Իսկ ինչ կա այլընտրանքային պարտքի աշխարհում։ Սա $1 տրիլիոն հասնող շուկա է, որը հիմնականում անհայտ է Հայաստանում։ Սակայն այլընտրանքային ֆինանսավորման աշխարհը միայն բաժնետոմսերով չի սահմանափակվում։ Միհրանը Lakemer Partners-ից բացեց CLO-ների կամ գրավով ապահովված վարկային պարտավորությունների աշխարհը։ Սա բարդ, բազմաշերտ ֆինանսական գործիք է, բայց դրա կարևորությունը հասկանալը կրիտիկական է, քանի որ խոսքը $1.5 տրիլիոն հսկայական ակտիվների դասի մասին է։
Իսկ ինչ է Cielo-ն։ Ստեղծվում է հատուկ ընկերություն, այն գնում է 300+ տարբեր ընկերությունների բարձր ռիսկային վարկեր, սա է գրավը։ Այնուհետև այս վարկերի հիման վրա թողարկվում են նոր պարտատոմսեր տարբեր ռիսկայնության կտորներով, ամենաանվտանգ կտորները գնում են բանկերը եւ ապահովագրական ընկերությունները։ Ամենառիսկային կտորը գնում են hedge ֆոնդերը, բարձր եկամտի ակնկալիքով։ Today the US leveraged loan market ԱՄՆ լծակային վարկերի շուկան ֆինանսավորում է մասնավոր կապիտալի բոլոր գործարքների ավելի քան 60%-ը։ Ավելի ու ավելի շատ ոչ բանկային կազմակերպություններ են դարձել այս վարկերի վերջնական սեփականատերերը։ Այս պարտքը երկարաժամկետ է։ Այն ենթակա չէ շուկայական վերագնահատման եւ զերծ է մարժինային պահանջներից։ Չկան ավանդատուներ, ովքեր կարող են գալ եւ բանկից յետ պահանջել իրենց գումարները։ is non-mark to market without any margin calls, so there's no depositors who are going to cash their money out of a bank and run. Միհրանը նշեց, որ սա այսպես կոչված բոլոր եղանակների համար նախատեսված ակտիվ է։ Ճգնաժամային իրավիճակներում այս գործիքների եկամտաբերությունն իրականում աճում է, քանի որ հնարավորություն է ստեղծվում ակտիվները ձեռք բերել ցածր գնով, մինչդեռ դրանց ֆինանսավորման ծախսերն արդեն իսկ ֆիքսված են։ Իսկ ինչ անել, երբ ոչ միայն բաժնետոմսերն են անկայուն, այլ ավանդական պարտատոմսերը։ Կա իրացվելի այլընտրանքների տարբերակը, օրինակ hedge ֆոնդերի աշխարհը։ Այս առումով 2022 թվականը սթափեցնողը հազանգ էր բոլոր ներդրողների համար։ Այն քանդեց ներդրումների ոսկե կանոնը, դասական 60-40 պորտֆելը։ Այս մոդելը այն է 60% բաժնետոմս եւ 40% պարտատոմս համարվում էր դիվերսիֆիկացիայի պարադիգմա, քանի որ ավանդաբար բաժնետոմսերն ու պարտատոմսերը հակառակ ուղղություններով էին շարժվում, հավասարակշռելով միմյանց։ Բայց 2022-ին այդ կապը խզվեց եւ երկուսն էլ միաժամանակ ընկան։ Այս ամենն իհարկե տպավորիչ է, համաշխարհային ներդրողներ, տրիլիոնավոր դոլարների հասնող շուկաներ, բարդ ֆինանսական գործարքներ, բայց գիտեք ո՞րն էր համաժողովի ամենամեծ նորությունը։ Այն, որ այլընտրանքային ֆինանսավորման ամենախոշոր նորաղբյուրը գտնվում է ոչ թե Նյու Յորքում կամ Դուբայում, այլ հենց այստեղ, Հայաստանում։ Նոր փողը պահանջում է վստահություն եւ անվտանգություն։ Եվ ահա թե որտեղ է կարևոր կարգավորիչի դերը։ Հայաստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչը հայտարարեց, որ գլխավոր դրամատուն պատրաստ է երկխոսության շուկան զարգացնելու համար։ I do believe that trust grows when rules are clear, fair and well enforced. Վստահությունն ամրապնդվում է, երբ կանոնները հստակ են, արդար եւ պատշաճ կերպով կիրառվում են։ Մասնավոր ներդրողը սովորաբար տալիս է 3 հարց. Կարող եմ արդյոք վստահել կանոններին, կարող եմ ապահովել ելքը եւ կարող եմ վստահել այն թվերին, որոնք դուք հրապարակում եք ձեր կայքում։ Trust the numbers you publish on your website. Եվ այս վստահության հիման վրա կենտրոնական բանկը հասանելի է դարձնում տեղական կապիտալի մի հսկայական նորաղբյուր, որը ձևավորվել է մեզ մոտ վերջին 10-15 տարիների ընթացքում։ Խոսքը Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի մասին է։ Մինչ այժմ այս միջոցները հիմնականում ներդրվում էին պարտատոմսերում, սակայն նոր կարգավորումներն էականորեն փոխում են իրավիճակը։ Several months ago we have introduced a new rule. Մենք սահմանել ենք նոր կանոն, համաձայն որի կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդնել իրենց զուտ ակտիվների արժեքի մինչև 10%-ը, ուղղակիորեն մասնավոր կապիտալում, լինի դա մասնավոր բաժնետիրական կապիտալ, թե մասնավոր պարտք։ Ներկայումս այդ գումարը կազմում է մոտ 100 միլիարդ դրամ, եւ մեր կանխատեսմամբ մինչև 2030 թվականը այն կհասնի կես տրիլիոն դրամի, ինչը կարծում եմ մեր մասնավոր շուկայի չափերի համար բավականին ծանրակշիռ թիվ է։ Which I do believe in our private market figures is a heavy amount. Կես տրիլիոն դրամ։ Սա արտասահմանյան փող չէ, սա մեր Հայաստանի քաղաքացիների գումարն է, որը սպասում է ներդրվելու հայկական ընկերություններում։ Սա կարող է փոխել խաղի կանոնները, բայց դա հենց այնպես չի լինելու։ Անհրաժեշտ են գաղափարներ, դրանց հիման վրա գրագետ ձևակերպված նախագծեր եւ ամենակարևորը այդ նախագծերը գրագետ ներկայացնելու հմտություններ։ Համաժողովը փակվեց հենց այդ մարտահրավերով։ Համաժողովի եզրափակիչ խոսքում կազմակերպիչ BDO Հայաստանի ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանն ամփոփեց միջոցառման գլխավոր ուղերձը։ Բիզնեսի համար կենսական է ունենալ ընտրության հնարավորություն։
a key messaging of the Այս նախաձեռնության հիմնական նպատակն էր ցույց տալ, որ բանկային վարկին կա այլընտրանք։ Ոչ, միայն բանկային վարկը չէ, կան այլընտրանքներ։ Մասնավոր կապիտալ, վենչուրային կապիտալ։ Շատ կարևոր է ֆինանսական շուկայում ունենալ ակտիվների տարբեր դասեր, քանի որ առողջ շուկայի համար անհրաժեշտ են տարբեր խաղացողներ։ any market has to have different players. Հնչեց նաև լսարանին ուղված կոչ, փոխելու մտածելակերպը պարզ խնայողություններից դեպի ակտիվ երկարաժամկետ ներդրումներ։ We are not just making a wish list, we are making an action plan. Մենք կազմում ենք ոչ թե ցանկությունների ցուցակ, այլ գործողությունների ծրագիր։ Երբ խնայում ես, դու հարուստ ես, բայց երբ ներդրում ես անում, դու կարողություն ես կուտակում։ Եվ կարողությունը շարունակական է, այն միայն այսօրվա մասին չէ, այն վաղվա մասին է։ Խնդրում եմ, եկեք մեր երկիրն ուժեղ դարձնենք, որովհետև մենք ունենք այդ ներուժը։ Խնդրում եմ, գործեք։ Դուք եք փոփոխություն բերողը։ Because you are the change maker. Thank you. Սա գործողության հստակ կոչ էր։ Այս համաժողովի ուղերձը միայն այն չէր, որ այլընտրանքային ֆինանսավորումը հասանելի է։ Ուղերձն այն էր, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի կայուն, բազմազան եւ հարուստ ապագա կառուցելը, որտեղ կապիտալը ծառայում է ոչ թե պարտքի, այլ զարգացման նպատակին։